Ինչն է հանդիսանում ծնողի համար ազդանշան, որ հասկանա, որ սա հասարակ վարակ չէ եւ կարիք կա դիմելու բժշկին։ Այլ կլինիկական նշաններով եւս կարող է ընթանալ պարբերական հիվանդությունը եւ հենց սրանք կարող են պատճառ դառնալ ուշ ախտորոշման, վերջնական հաստատման համար անհրաժեշտ է լինում կատարել գենետիկական քննություն։ Հնարավոր է նաև տարբերակ, երբ չի արձանագրվում մուտացիա կամ փոփոխություն եւ այս պարագայում մենք ունենք դեռ խնդիր։ Եթե երկար ժամանակ այս հիվանդությունները չախտորոշվեն, ինչ հետևանք դա կարող է ունենալ երեխայի առողջության վրա։ Հանձնելուց հետո վերադառնում է տարակուսանքով, որ մեզ այնքան հարցեր տվեցին, միգուցե մեզ այդքան հարց ու փորձ այցին, դրա համար էլ պատասխանը գրեցին դրական։ Բոլորովին տարբեր են, իր մոտ բոլորովին չկա այն, ինչ որ մեծիս մոտ կա։ Այս դոզայի վրա էլ նոպաներ չենք ունենում, երեխան լավ է, ինչ կարիք կա դեղաչափը բարձրացնել։ Ծնողները հանդիսանում են կրողներ, այսինքն կրելիության կարգավիճակում մենք չենք տեսնում հիվանդության դրսևորում։ Ցանկացած ընտանիքում կարող է լինել պատմություն, որը սկսվում է փոքր նշաններով, ինչպիսին է օրինակ հասարակ թվացող ջերմության բարձրացումը։ Սակայն այս դեպքում այս գանգատը կարող է լինել ամիսներ կամ տարիներ շարունակ։ Այսօր խոսելու ենք աուտոբորբոքային եւ հիպերբորբոքային հիվանդությունների մասին, ինչպես նաեւ գենետիկական ախտորոշման մոտեցումների մասին։ Այսօր մեր հյուրն է Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ, մանկական ռևմատոլոգ Անի Մարգարյանը եւ գենետիկական փորձագիտական կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Հովհաննիսյանը։ Շատ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բժշկուհի Մարգարյան, հաճախ է լինում, որ ծնողները երեխայի ջերմության բարձրացումը դիտարկում են որպես հերթական վարակ։ Ինչն է հանդիսանում ծնողի համար ազդանշան, որ հասկանա, որ սա հասարակ վարակ չէ եւ կարիք կա դիմելու բժշկին։ Նախ շնորհակալություն հրավերը եւ ներկայացնելու համար։ Շատ կարևոր թեմայի ենք անդրադառնում, բայց ոչ այնքան շատ քննարկվող եւ խոսվող։ Այո, ջերմությունը երեխաների երևի ամենահաճախ գանգատն է, ինչի համար դիմում են բժշկի, եւ երեխաների մոտ հաճախ են պատահում մի քանի օր կամ մի քանի շաբաթ տևողությամբ տենտի դրվագներ, որոնց հիմնական պատճառը իսկապես ինֆեկցիաներն են եւ ինչպես դուք նշեցիք եւ շատ ծնողներ գիտեն, վիրուսային վարակները կամ ոչ վիրուսային ինֆեկցիոն խնդիրները հաճախ կարող են բերել ջերմության բարձրացման։ Սակայն եթե չունենք ինֆեկցիոն հիվանդություն, ունենք երկարատև կրկնվող տենդեր, ժխտված են ինֆեկցիաները, չարորակ հիվանդությունները, ապա տարբերակիչ ախտորոշման մեջ մտնում են նաև ռևմատիկ հիվանդությունները, մասնավորապես պարբերական տենդի սինդրոմները եւ որոնք իրենց հերթին աուտոբորբոքային հիվանդությունների մի մասն են կազմում։ Կրկնվող կամ պարբերական տենդերի մասին խոսում ենք այն դեպքում, երբ ունենում ենք 3 եւ ավելի չբացատրվող ջերմության դրվագ 6 ամսվա ընթացքում, իրարից առնվազն 7 օր ինտերվալով, եւ այս ինտերվալների ընթացքում որպես կանոն երեխաները լավ են, գանգատներ չունեն, որևէ սիմպտոմ չեն ունենում, իսկ հաճախականությունը կարող է լինել տարբեր, խիստ որոշակի կամ փոփոխական ինտերվալներով, այսինքն հստակ պարբերականությամբ լինեն տենդերը կամ լինեն տարբեր ինտերվալներով։ Աուտոբորբոքային հիվանդությունների մեջ առաջին անգամ դասակարգված հիվանդությունները հենց այս կրկնվող պարբերական տենդերն են, սակայն դրանից հետո բազմաթիվ այլ հիվանդություններ դասակարգվել են աուտոբորբոքային հիվանդությունների մեջ եւ սրանց մի մասը մոնոգենիկ հիվանդություններ են, որոշների համար էլ որևէ գենետիկ հիմք հայտնաբերված չի, որով կբացատրվի հիվանդության ընթացքը։ Դուք խոսեցիք ախտանիշների մասին, որոնք կարող են դիտվել նաև աուտոիմուն հիվանդությունների դեպքում։ Որտեղ է գտնվում սահմանը աուտոիմուն եւ աուտոբորբոքային հիվանդությունների միջև։ Աուտոբորբոքային տերմինը օգտագործվում է նկարագրելու համար հիվանդությունների խումբը, որոնց բնորոշ է կարծես առանց
արտաքին հրահրող գործոնի ինքնաբուխ առաջացող բորբոքումը եւ այս դեպքում չենք ունենում աուտոհակամարմինների տիտրի աճ, ինչը շատ բնութագրական է աուտոիմուն հիվանդությունների համար։ Այսինքն այս երկու հասկացությունները սրանք տարբեր հիվանդությունների խմբեր են երկուսից, բայց հնչողությամբ են նման եւ առանցքային տարբերությունը աուտոբորբոքային հիվանդությունները, ինչպես նշեցի, առաջին հիվանդությունները, որ դասակարգվել են այս հիվանդությունների խմբում, դրանք կրկնվող պարբերական տենդի սինդրոմներն են եւ դրանցից հետո նաև բազմաթիվ նոր մոնոգենիկ աուտոբորբոքային հիվանդություններ են հայտնաբերվել։ Տիկին Հովհաննիսյան, իսկ գենետիկայի տեսանկյունից երկու հիվանդությունների միջև նույնպիսի մեխանիզմ է գործում, ինչ դեր ունի գենետիկան այս հիվանդությունների հարցում։ Պատասխանեմ ընդհանուր հարցին, յուրաքանչյուրի դեպքում էլ կարող են լինել գենետիկական փոփոխություններ, որովհետև գործ ունենք ինչպես մոնոգենային հիվանդության ձևերի հետ, այնպես էլ բազմագործոնային ձևերի հետ, երբ գենետիկական փոփոխություն կարող է չհայտնաբերվել, բայց քանի որ այն հանդիսանում է բազմագործոնային հիվանդություն, մենք ունենք խնդիր։ Բայց երբ որ ունենք մենք գենետիկական փոփոխություն, սովորաբար այդ փոփոխությամբ բացատրվում է արդեն հիվանդության մեխանիզմը։ Մենք կարողանում ենք բացատրել հիմքում ընկած այն մեխանիզմները, որոնք բերում են նորմայից շեղման եւ հիվանդության դրսևորման։ Կան գենետիկ նախատրամադրող գործոններ, բայց ուղիղ ժառանգման մեխանիզմ կարող է չլինել։ Աուտոբորբոքային հիվանդությունների մեջ մեծ խումբ են հիվանդությունները մոնոգենիկ, երբ որ կոնկրետ կա գեն պատասխանատու հիվանդության համար եւ տեղի ունենում այդ գենի փոխանցում սերնդեսերունդ, աուտոիմուն հիվանդությունների ժամանակ նույնպես տարբեր գենետիկ գործոնները կարող են դեր ունենալ, բայց շատ դեպքերում ուղիղ ժառանգում գոյություն չունի։ Օրինակ կմեկնաբանեք ինչ նկատի ունեք ասելով ուղիղ ժառանգում եւ օրինակ որ հիվանդությունների դեպքում որ դա չի գործում։ Ամենահայտնի ամենադասական աուտոիմուն հիվանդությունը երևի թե համակարգային կարմիր գայլախտն է, հաճախ կանանց շրջանում դիտվող եւ եթե օրինակ մայրը ունի համակարգային կարմիր գայլախտ, այդտեղ որոշակիորեն չենք կարող ասել, որ դա կարող է փոխանցվել սերունդներին, մինչդեռ օրինակ պարբերական հիվանդության պարագայում, երբ որ ծնողներ ունեն հիվանդությունը, մեծ է ավելի հավանականությունը, որ այդ գեները փոխանցելով սերունդին, սերունդի մոտ կդրսևորվի հիվանդությունը։ Բժշկուհի Մարգարեն, առավել հաճախ ձեզ ինչ խնդրով բուժառուներ են դիմում աուտոբորբոքային հիվանդությունների ինչ տեսակով եւ ինչ կլինիկայով են դրանք դրսևորվում, կմանրամասնեք։ Սիրով։ Աուտոբորբոքային հիվանդությունները կարող են շատ տարբեր կլինիկական դրսևորումներ ունենալ եւ հիմնական ընդհանրությունը կրկնվող տենդերն են այս հիվանդությունների համար։ Տենդը կարող է ուղեկցվել տարբեր նշաններով՝ ակնային, քիթկոկորթային, լորձաթաղանթային, մաշկային, նյարդաբանական, հոդային, մկանային տարբեր նշաններով եւ կախված հիվանդությունից։ Ամենատարածված աուտոբորբոքային հիվանդությունը մեր պոպուլյացիայում պարբերական հիվանդությունն է կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ ինչպես հայերն են դա անվանել երևանյան հիվանդությունը, որը իհարկե իր անվանակարգման մեջ չի մտնում, բայց շեշտում եմ, որ լսողները իմանան։ Սա ամենատարածվածն է թերևս մեր պոպուլյացիայում եւ պետք է ուրախությամբ նշեմ, որ հայ բժիշկների մոտ շատ բարձր է զգոնությունը պարբերական հիվանդության ախտորոշման համար եւ եթե հաճախ են կասկածում ուղարկում գենետիկ քննության կամ ռևմատոլոգի խորհրդատվության եւ երբ մենք խոսում ենք տենդի ու ուժեղ որովայնացավի մասին հայ բժիշկների մոտ եւ նաեւ ոչ բժիշկների մոտ հաճախ պարբերական հիվանդության միտքը առաջանում է բայց բացի դրանից այլ կլինիկական նշաններով եւս կարող է ընթանալ պարբերական հիվանդությունը եւ հենց սրանք կարող են պատճառ դառնալ ուշ ախտորոշման այդպիսի կլինիկական նշաններ են տենդին զուգահեռ ընթացող կրծքավանդակի ցավը, հոդաբորբերը, հոդացավերը, մկանացավերը, քայլվածքի փոփոխությունները, կրկնվող նշիկաբորբերը երեխաների շրջանում, ինչպես նաև
միայն տենդի, իզոլացված տենդի դրվագները։ Եվ այս սիմպտոմների դեպքում, երբ ամենակլասիկ ձևով չի ընթանում հիվանդությունը, տենդ պլյուս փորացավ, ախտորոշումը կարող է ուշանալ։ Եկեք անդրադառնանք ախտորոշմանը, աուտոբորբոքային հիվանդությունների ժամանակ ախտորոշման ինչ մեթոդներ եք կիրառում հիմնականում։ Ախտորոշման համար ամենաառաջի, ամենակարևոր առանցքային կետը անամնեզի հավաքումն է եւ մանրակրկիտ պատմությունը ջերմային բոլոր դրվագների, ինչ նշաններով են ուղեկցվել, ինչպես են ընթացել, ընտանեկան անամնեզի հավաքումը, ընտանիքում այլ երեխաների արկայությունը, նրանց մոտ սիմպտոմների արկայությունը, ծնողների եւ հնարավորության դեպքում ավելի ընդլայնված ընտանեկան անամնեզը, ախտորոշման համար հարկավոր են լինում լաբորատոր գործիքային հետազոտություններ, բորբոքային ցուցանիշները հայտնաբերելու, գնահատելու ներքին օրգան համակարգերի ընդգրկումը պարզելու համար եւ այս բոլորի հետ համատեղ վերջնական հաստատման համար անհրաժեշտ է լինում կատարել գենետիկական քննություն։ Տիկին Հովհաննիսյան, խոսելով գենետիկական ախտորոշման մասին, ինչ մեթոդներ եք առաջարկում։ Աուտոբորբոքային հիվանդությունների դեպքում, հատկապես եթե նախնական ախտորոշումը պարբերական հիվանդություն է դրված բժշկի կողմից, այստեղ պետք չէ կիրառել են հետազոտությունները, որ անում ենք այլ խնդիրների դեպքում, այսինքն միանշանակ այստեղ պարբերական միջերկրածովյան հիվանդության համար պատասխանատու MYFV գենի մուտացիաների հայտնաբերումն է, այսինքն միանգամից գնում է թիրախային հետազոտության եւ սովորաբար առաջնահերթ առաջին գծի հետազոտություն է հանդիսանում հենց վերոնշյալ գնի առավել տարածված մուտացիաների սկրինինգը կամ հետազոտումը, որը որ տարիների ընթացքում պարզվել է, որ մեր պոպուլյացիայում առավել տարածված են եւ կարող են առավել տիպիկ լինել։ Բնականաբար այդ թեստի միջոցով մեծամասամբ դեպքերում բուժառուները ստանում են պատասխան, կա արդյոք մուտացիա, որը արդեն բժշկին ուղղորդում է հաստատելու ախտորոշումը համադրելով մնացած հետազոտությունների հետ, բայց հնարավոր է նաև տարբերակ, երբ չի արձանագրվում մուտացիա կամ փոփոխություն եւ այս պարագայում մենք ունենք դեռ խնդիր, այսինքն կան այդ ախտանշանները, կա այդ ենթադրյալ ախտորոշումը, բայց կոնկրետ այդ թիրախային թեստով չի արձանագրվել փոփոխություն։ Եվ այստեղ պետք է նշեմ, որ եւս մեկ անգամ, որ չկա այնպիսի թեստ, որը որ տալիս է բոլոր հարցերի պատասխանները, եւ եթե մենք ունենք բացասական պատասխան եւ ունենք կլինիկա, նշանակում է, որ մենք պետք է շարունակենք հետազոտությունը, միգուցե պատճառը ընկած է այլ հարթակում կամ ընկած է կատարված հետազոտությունից դուրս ընկած շրջանակում։ Փաստացի, երբ որ մենք ունենք կլինիկորեն պարբերական տենդի համախտանիշ եւ ստուգել ենք մեր համար ամենահաճախ, ամենահավանական ախտորոշման համար պարբերական հիվանդության համար MYFV գենի մուտացիաները եւ չենք հայտնաբերել որևէ մուտացիա, այդ դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ ավելի ընդլայնված գենետիկ քննության, ավելի լայն բոլոր պարբերական տենդի համախտանիշները ստուգելու անհրաժեշտություն, այդ դեպքերում սովորաբար ուղղորդում ենք ավելի լայն պանելով գենետիկ քննության։ Ունեք որոշակի ավելացումներ, Տիկին Հովհաննիսյան, ինչ գենային պանելներ կարող եք առաջարկել նման դեպքերում։ Կուզեմ ավելացնել, որ մեր առաջարկը գենային պանելների ընդունված առաջարկն է, ինչ որ գործում է միջազգային հարթակում, ինչ է իրենից ներկայացնում գենային պանելը, դա տվյալ հիվանդության կամ հիվանդությունների խմբի համար բոլոր հայտնի գեների միաժամանակյա հետազոտումն է, այսինքն այս պարագայում, երբ որ մենք ասում ենք պարբերական հիվանդություն, մենք կարող ենք ունենալ նաև այլ համախտանիշ կամ այլ հիվանդություն, որը ուղեկցվում է կրկին նման կլինիկական նշաններով, որոնք որ դիտվում են նաև պարբերական միջերկրածովյան տենդի ժամանակ, սակայն այս հետազոտությունը եւս ունի սահմանափակումներ, որովհետև մենք երբեք չենք բացառում նոր առաջացող մուտացիաները, հա, որոնք միշտ չէ մուտացիաները, միշտ չէ, որոնք
ժառանգվում են եւ մենք ժառանգում ենք մեր ծնողներից, հնարավոր են եւ հայտնի փոփոխություններ, հնարավոր են նաեւ նոր առաջացած ոչ հայտնի փոփոխություններ, որոնք ներառված չեն տվյալ սահմանափակ գենային պանելի մեջ եւ սովորաբար ունենում ենք դեպքեր, երբ գենային պանելը եւս չի հայտնաբերում խնդիր, բայց պետք է նկատի ունենալ, որ դա եւս սահմանափակ է, միգուցե խնդիրը այդ շրջանակից դուրս է։ Բժշկուհի Մարգարյան, եթե երկար ժամանակ այս հիվանդությունները չախտորոշվեն, ինչ հետևանք դա կարող է ունենալ երեխայի առողջության վրա։ Այս հիվանդությունների վաղ ախտորոշումը առաջին հերթին կարծում կարևոր է նրանով, որ սա շատ մեծ ազդեցություն ունի երեխայի եւ ընտանիքի կյանքի որակի վրա։ Պատկերացրեք ընտանիք, որտեղ երեխան հաճախակի բարձր ջերմություններ է ունենում, տարբեր ցավեր, հոդացավեր, որովայնացավեր, դպրոց չի հաճախում, մանկապարտեզ, երեխայի առօրյան է ուժում խաղն է խանգարվում, այսինքն կյանքի որակի վրա լուրջ ազդեցություն ունի եւ երկար չախտորոշված մնալը կարող է բերել տարբեր ֆիզիկական, մտավոր զարգացման խնդիրների, հոգեսոցիալական խնդիրների, սա առաջին հերթին, մյուս կողմից էլ այս հիվանդությունների մի մասը ունեն օրգանական բարդություններ առաջացնելու ռիսկ, օրինակ մեր մոտ այդքան տարածված պարբերական հիվանդության դեպքում այդ ամենածանր, հեռակա բարդությունը ամիլոիդոզի զարգացումն է, երբ ամիլոիդ սպիտակուցը կուտակվելով որևէ օրգանում, վահանաձև գեղձում, աղիներում, ավելի հաճախ երիկամներում կարող է առաջացնել ամիլոիդոզ եւ դա ի վերջո բերում է տվյալ օրգանի ֆունկցիայի խանգարման եւ անբավարարության եւ նաեւ կյանքի տևողության վրա հետեւաբար կարող է ազդել։ Այսինքն, երբ որ մենք ուզում ենք հայտնաբերենք այս հիվանդությունները եւ վաղ սկսենք բուժումը, երկու նպատակ ենք հետապնդում։ Մեկը երեխայի կյանքի որակի բարելավումն է, որպեսզի երեխան չունենա այդ կրկնվող տենդերը, նոպաները եւ ապրի լիարժեք կյանքով, եւ մյուսը հեռակա բարդությունների կանխարգելումն է։ Եվ այս կոնտեքստում շատ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնամ, մենք ինչպես նշեցինք, պարբերական հիվանդությունը տարբեր կլինիկական դրսևորումներ կարող է ունենալ եւ հաճախ կարող է նաեւ նմանատիպ ձևով ընթանալ մեկ այլ էլի հաճախ հանդիպող աուտոբորբոքային հիվանդություն, դա PFAPA սինդրոմն է, որը դիտվող սիմպտոմների առաջին տառերով հապավում է իրենից ներկայացնում, ավելի հայտնի է Մարշալի սինդրոմ անունով, իրենից ներկայացնում է կրկնվող տենդեր, ավթոստոմատիտ, բերանում վերքեր են առաջանում, պարանոցային լիմֆադենիտ, տեսանելի լիմֆատիկ հանգույցների մեծացում է դիտվում եւ ելնելով այս սիմպտոմներից, երբ ախտորոշվում է Մարշալի հիվանդություն, մենք գիտենք, որ սա տարիքի հետ անցնող վիճակ է եւ սպეციფიկ բուժում չի պահանջում։ Սիմպտոմատիկ է վարվում կամ կարճատև կարող է հակաբորբոքային դեղորայք նշանակելու անհրաժեշտություն լինի, բայց գլոբալ մեծ վնասների չի բերում, հեռակաբարդություններ չունի, ի տարբերություն պարբերական հիվանդության։ Բայց այս նույն սիմպտոմներով կարող է ընթանալ նաև պարբերական հիվանդությունը եւ այդ ուշ ախտորոշված դեպքերի մեջ էլ սա ծանրակշիռ տեղ ունի, քանի որ առանց գենետիկ քննություն անելու, առանց պարբերական հիվանդությունը շղթելու կարող է դրվել այս Մարշալի սինդրոմը եւ հետեւաբար ուշանա պարբերական հիվանդության ախտորոշումը։ Գենետիկ քննությունը շատ օգնող է եւ շատ կարեւոր հարցերի պատասխանում է, բայց կան դեպքեր, որ ի վերջո եզրակացությունը մնում է կլինիկական ախտանշանների մակարդակով եւ ինչն եմ ուզում կարեւորեմ, որ նույն գենետիկ տեստավորման արդյունքը, ստացված նույն արդյունքը կարող է ունենալ տարբեր մեկնաբանություն տարբեր երեխաների մոտ եւ շատ կարեւոր է կլինիկական նշանների հետ դրա համադրումը։ Երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողը ուղղորդվում է գենետիկ քննության եւ հանձնելուց հետո վերադառնում է տարակուսանքով, որ մեզ այնքան հարցեր տվեցին կլինիկական նշաններից, երեխան ջերմում է, չի ջերմում, սա ունի, նա չունի եւ կասկած է առաջանում ծնողի մոտ, որ հաջորդիվ տրվող դրական պատասխանը, որ հիվանդությունը հաստատվել է,
միգուցե մեզ այդքան հարց ու փորձ այցին, դրա համար էլ պատասխանը գրեցին դրական։ Այստեղ քանի որ դա բավական հաճախ հնչող նախադասություն է ծնողների կողմից, ուզում եմ դրա վրա ոնց որ եւս մեկ անգամ շեշտադրում անենք, որ կլինիկական նշանները եւ գենետիկ քննության արդյունքները պետք է համատեղ մեկնաբանվեն, անհնար է միայն թեստի արդյունքները նայելով ախտորոշել որևէ հիվանդություն եւ նույն արդյունքը մի դեպքում կարող է մի կերպ մեկնաբանվի, մյուս դեպքում այլ կերպ մեկնաբանվի։ Եվ ես այստեղ ուզում եմ ավելացնել, իսկապես ես էլ եմ այդ խնդիրը տեսել եւ երբեմն կախված արդյունքից, որ մենք ստանում ենք, եւս մենք մեր հերթին ուղղորդում ենք բուժառուներին այլ լրացուցիչ թեստեր հանձնելու, հա, հետազոտություններ անելու, որպեսզի կարողանանք հասկանալ արդյոք մեր գտած գենետիկական տարբերակը հենց բուժառուի համար ճիշտ գենետիկական տարբերակն է, որովհետեւ յուրաքանչյուրիս մոտ առկա են գենետիկական փոփոխություններ կամ տարբերակներ, բայց ի սկզբանե ախտորոշում կատարելու համար եւ գտնելու համար ճիշտ տարբերակը, որը հենց այդ բուժառուինն է, այն պետք է շատ ճշգրիտ համադրված լինի յուրաքանչյուր կլինիկական ախտանշանի հետ։ Այդ պատճառով գենետիկական հետազոտության առաջնահերթ պարտադիր պայմանը բոլոր կլինիկական ախտանշանների, բոլոր հետազոտությունների, բոլոր եւ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների հավաքագրումն է, ներառյալ ընտանեկան պատմությունը եւ ամեն ինչը, այսինքն յուրաքանչյուր դետալի ինֆորմացիայի առկայությունը շատ կարևոր է գենետիկական տեստի արդյունավետության համար եւ եւս մեկ տարբերակ եմ ուզում նշել, որ շատ հաճախ մենք հետազոտում ենք մի բան, մի խնդրով ուղղորդված բուժառու, բայց հայտնաբերում ենք խնդիր, որը կապ չունի բուժառուի հետ, որովհետև համաձայն ուղեցույցերի կան արձանագրության համար արձանագրվելու ենթակա գեների որոշակի ցանկ եւ տվյալ դեպքում պարբերական հիվանդության գենը եւս այդ ցանկում է արձանագրված։ Դրանք կոչվում են պատահական գտածոներ, այսինքն եթե բուժառուն օրինակ ուղղորդվել է նյարդաբանական խնդրով կամ ուղղորդվել է, չգիտեմ, այլ կառուցվածքային անոմալիաներով, կմախքային թեկուզ, բայց մենք տեսնում ենք պարբերական հիվանդության հետ կապված գենի կրելիություն, մենք դա միշտ արձանագրում ենք, անկախ դրանից բուժառուն այդ պահին ունի դրա հետ կապված խնդիրներ, կլինիկական նշաններ, թե չէ, որպես փաստ, որ բուժառուն հանդիսանում է կրող եւ այդ ինֆորմացիան կարեւոր է հետագայում իր հենց ընտանիքի ճիշտ պլանավորման համար եւ նաեւ հետագայում, եթե ի հայտ կգան ախտանշաններ, արդեն բժիշկը կունենա տեղեկություն, որ կարող է լինել այդ ռիսկը։ Մի փոքր առաջ խոսեցիք ծնողների մտահոգությունների մասին, այլ ինչ տարակուսանքներ կարող եք նշել ծնողների կողմից դրսևորվող։ Ծնողների կողմից հաճախ տարակուսանք եւ մտածմունք է նկատվում այն հարցի շուրջ, որ ընտանիքում չունենք հիվանդությունը, ինչպես կարող է երեխան ունենալ, մեր գեներում չկա եւ քանի որ պարբերական հիվանդությունը հայերի շրջանում շատ տարածված է եւ ունի բարձր կրելիություն, այսինքն ամեն 4-րդը մուտացիա կրող է հանդիսանում, կարող են երկու կրող մարդիկ հանդիպել եւ յուրաքանչյուրը փոխանցեն իրենց կրած մուտացիան երեխային, ու մոտ որ արդեն կդրսևորվի հիվանդությունը եւ երեխան կունենա արդեն պարբերական հիվանդությունը։ Այդ դեպքում այո, մենք հավատում ենք ծնողներին, որ իրենք չունեն հիվանդություն, իրենց ազգականների մոտ չկա, բայց քանի որ իրենք կրող են ու հիվանդ չեն, առիթ չեն ունեցել հետազոտվելու, իրենք չգիտեն այդ կրելիության մասին եւ այդպես փոխանցում են սերնդեսերունդ։ Նույն կերպ արդեն հիվանդություն ունեցող երեխան իր սերունդին կարող է կամ փոխանցել հիվանդությունը կամ կարող է կրելիություն ունենալ հաջորդ սերունդը կամ չունենա որևէ մուտացիա, այսինքն դա պարտադիր չի, որ սերնդեսերունդ բոլոր անդամները ընտանիքի անպայման պետք է հիվանդություն ունենան։ Եվ մյուս տարակուսանքն էլ ծնողների կողմից հաճախ հնչում է
երբ երեխայի մոտ արդեն ախտորոշվելուց հետո ավելի մանրամասն սկսում ես խոսել մյուս երեխաների գանգատների, սիմպտոմների, կյանքի ընթացքում հիվանդացությունների մասին ու ինչ որ մի պատճառով որոշում, որ այս երեխան էլ թող հանձնի գենետիկ քննությունը, մի անգամից ասում են, բայց բժշկուհի ջան, բոլորովին տարբեր են, իր մոտ բոլորովին չկա այն, ինչ որ մեծիս մոտ կա, օրինակ, եւ այստեղ էլ շատ կարեւոր հանգամանք է, որ նույն մուտացիայի պարագայում հիվանդությունը կարող է տարբեր կլինիկական դրսևորումներ ունենա, այդտեղ եւ արտաքին գործոնները դեր ունեն եւ տվյալ անհատի իմուն համակարգի առանձնահատկությունները դեր ունեն ու շատ օրինաչափ է, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր կլինիկական նշաններով կարող է ընթանալ նույն հիվանդությունը։ Իսկ բուժման մասին կարող եք մի փոքր խոսել։ Ինչ տարբերակներ կան բուժման։ Անդրադառնալով բուժմանը, եթե սկսեմ պարբերական հիվանդությունից մի քանի եւ ընդհանուր աուտոբորբոքային հիվանդությունների մասին, պարբերական հիվանդությունը շատ լավ ուսումնասիրված եւ շատ հայտնի հիվանդություն է իր ընթացքով, բարդություններով եւ բուժման սխեմաներով։ Առաջին ընտրության պրեպարատը կոլխիցինն է, որը նշանակվում է մշտական ընդունման։ Այստեղ շատ կարևոր է շեշտել, որ դեղը պետք է նշանակվի բուժական դեղաչափով եւ երբեմն երբ որ երեխան քաշ ավելացնելու հետ դեղաչափի կորեկցիայի անհրաժեշտություն է առաջանում դեղաչափը բարձրացնելու, ծնողի կողմից հաճախ հարց է առաջանում, չէ որ մենք այս դոզայի վրա էլ նոպաներ չենք ունենում, երեխան լավ է, ինչ կարիք կա դեղաչափը բարձրացնել։ Այստեղ պատասխանն այն է, որ մենք, ինչպես հիշում եք, երկու կարևոր նպատակ ունենք, մեկը նոպաների կառավարումն էր, մյուսը հեռակա բարդությունների կառավարումը եւ եթե երեխան ստանում է սուբթերապևտիկ դեղաչափերով ու թեկուզ նոպաները կառավարվում են գանգատ չունի, բայց մենք ապահով չենք հեռակա բարդությունների տեսանկյունից եւ այստեղ անպայման բուժական դեղաչափով պետք է իրականացվի բուժումը։ Կան մեծ հետազոտություններ այն մասին, որ այն պոպուլյացիաները, որտեղ որ պարբերական հիվանդությունը շատ տարածված է, միտում կա այդպես սուբթերապևտիկ դեղաչափերի եւ երկրորդ դեղ միացնելու անհրաժեշտության մասին խոսելու, մինչդեռ կոլխիցինի դեղաչափը դեռևս չի հասել մաքսիմալ բուժական դեղաչափին, որովհետեւ որոշ դեպքերում, երբ որ հիվանդությունը ռեզիստենտ է, լավ չի ենթարկվում բուժմանը, կարիք է լինում դեղաչափը բարձրացնել մինչև մաքսիմալ բուժական դեղաչափի։ Դրանից հետո նոր մտածել երկրորդ դեղ բիոլոգիական պրեպարատներ միացնելու մասին, բայց երբեմն այդ շտապողականությունն է զգացվում, որ առանց այդ բարձրացումը իրականացնելու սկսվում է քննարկումը բիոլոգիական պրեպարատ նշանակելու, ինչը եւ դժվար հասանելի է եւ ֆինանսապես դժվարություններ է առաջացնում։ Այս հանգամանքը շատ կարեւոր է բուժման մեջ։ Ընդհանուր առմամբ աուտոբորբոքային հիվանդությունների մասին, եթե խոսենք ոչ թե միայն պարբերական հիվանդության մասին, վերջին տասնամյակներին, քանի որ այս հիվանդությունների ցանկը զգալի մեծացել է եւ միայն պարբերական տենդերը չեն, որ մտնում են աուտոբորբոքային հիվանդությունների մեջ, կան հիվանդություններ, որոնք ունեն իրենց թիրախային բուժումը, կան արդեն ստեղծված բիոլոգիական պրեպարատներ այդպես թիրախային բուժման համար, կան որոնք դեռ գտնվում են հետազոտման ուսումնասիրությունների փուլում եւ վերջնական չեն, բայց այս աուտոբորբոքային հիվանդությունների առումով ներկայումս կարծում եմ զարգացման այն պիկին ենք գտնվում, բուրըն զարգացման մեջ այս ոլորտը եւ դեռ շատ բացահայտումներ կլինեն թե ախտորոշումների անվանումների առումով, թե դեղորայքների։ Կան ախտորոշումներ, որոնք ընդամենը մի քանի տարի է որ հայտնի են։ Տիկին Հովհաննիսյան, կարող եք նաև մեկնաբանել ինչով է պայմանավորված, որ այս հիվանդությունը, պարբերական հիվանդությունը, այսքան շատ է տարածված մեր պոպուլյացիայում։ Միջերկրածովյան պարբերական տենդը իսկապես բավականին լայն է տարածված մեր պոպուլյացիայում, բայց պետք է սկզբի համար նշեմ, որ դա հանդիսանում է աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն եւ ծնողների հաճախակի տարակուսանքը, որ ընտանիքներում դա չի դիտվել եւ իրենց երեխայի մոտ դա արկա է, հենց պայմանավորված է նրանով, որ ծնողները հանդիսանում են կրողներ, այսինքն կրելիության կարգավիճակում մենք չենք տեսնում հիվանդության դրսևորում, բայց
բարձրանում է փոքր պոպուլյացիաներում հավանականությունը այն բանի, որ երկու տվյալ մուտացիան կրող անձինք ունեն ավելի մեծ հավանականություն իրար հանդիպելու եւ 25% հավանականությամբ ունենալու հիվանդ երեխա, հա, երբ որ երկու մուտացիան էլ տարբեր ծնողներից փոխանցվում է երեխային եւ երեխան կրում է, այսպես ասած, հոմոզիգոտ տարբերակը տվյալ մուտացիայի, այսինքն հանդիսանում է հիվանդ։ Եվս մեկ հետաքրքիր փաստ կա, դրա վերաբերյալ բազմաթիվ տպագրություններ կան, նաեւ մեր հայ մասնագետների կողմից արված, որ որոշակի ձևեր մուտացիաների ունակ են դրսևորելու կլինիկական ախտանշաններ նաև մեկ տարբերակով, այսինքն երբ որ երեխան կրում է մեկ մուտացիա, որը կոչվում է հետերոզիգոտ ձև, որոշ դեպքերում եւս կարող են դիտվել ախտանշաններ, սակայն երևի ավելի թույլ։ Ես բժիշկ չեմ եւ չեմ կարող պատասխանել այդ հարցին, երևի թե ճիշտ կլինի, որպեսզի բժշկուհին պատասխանի։ Կարող է նաեւ ավելի բուրունել ընթանա կլասիկ բարբերական հիվանդության տեսքով։ Շատ քիչ տոկոս են այդ դեպքերը, երբ միայն մեկ հետերոզիգոտ մուտացիայով դրսևորվում է հիվանդությունը, բայց պետք է նշենք, որ խոսքը մեկ մուտացիայի մասին է։ Երկու մուտացիա հետերոզիգոտ վիճակում դա կոչվում է արդեն բարդ հետերոզիգոտ մուտացիա, որը լիովին հաստատում է հիվանդությունը կլինիկական նշանների հետ համատեղվելով։ Այսինքն այդ հաճախակի հանդիպելը եւ այլն պայմանավորված է նրանով, որ մենք փոքր պոպուլյացիա ենք եւ նաեւ կարող են լինել ներազգակցական ամուսնություններ, որը եւս իր հերթին բարձրացնում է այս ռեցեսիվ հիվանդությունների դրսևորման ռիսկը, այսինքն հավանականությունը, որ երկու մարդիկ, որոնք կրում են նույն մուտացիան, կարող են հանդիպել եւ ունենալ երեխա տվյալ փոփոխությամբ։ Երբ կլինիկորեն կասկածելով բուժարային ուղղացուցում եք կատարել գենետիկական ախտորոշում եւ պատասխանը հաստատում է կասկածները, այդ դեպքում ինչ է սպասվում տվյալ ընտանիքին։ Ախտորոշման հաստատումից հետո սկսվում է բուժումը, դեղորայքային բուժումը եւ շատ կարեւոր է այս հիվանդությունների ախտորոշման ժամանակ հետագա հսկողությունը, ընդ որում հսկողությունը ոչ միայն վերաբերում է հիվանդության հսկողությանը, այլ նաեւ նշանակված դեղորայքի հսկողությանը, քանի որ հիվանդությունը կարող է նաեւ շատ հեշտ կառավարվել եւ արդեն իսկ նշանակված բուժումից հետո ոչ մի դրսևորում չունենալ, ոչ մի գանգատ չունենա երեխան, այստեղ պետք է ուղղակի հորդորեմ ծնողներին, որ չմոռանան հսկողական այցերի մյուս նպատակի մասին, դա դեղորայքի դեղաչափի կորեկցիան է, դեղորայքի կողմնակի երևույթների գնահատումն է եւ հսկողությունը չի նշանակում միայն նոպաների կառավարում ու հսկողական այցերին շարունակաբար գալը շատ կարեւոր է։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալելու համար, շատ հետաքրքիր զրույց էր։ Մենք այսօր խոսում էինք աուտոբորբոքային հիվանդությունների մասին եւ գենետիկայի մասին, թե ինչ մեծ դեր ունի գենետիկան ախտորոշման հարցում։ Դուք դիտում եք «Ինչ է թաքնված հիվանդության ետևում» ոդքասթը։ Մնացեք մեզ հետ։